Սիրելի հայրենակիցներ, երբ ես շարունակ պնդում էի, որ պետք չէ ուրախանալ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը հակականոնիկ պատարակներին սակավամարդ է, ամենևին էլ չէի վիճարկում այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը արդեն վաղուց չունի հասարակական վստահության ռեսուրս։ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գահավիժում է եւ դա փաստ է։ Դրա համար կան բազմաթիվ ապացուցման ենթարկված օրինակներ։ Ամբողջ խնդիրն այն է, որ ես մտածել եմ եւ հիմա էլ մտածում եմ, որ Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական, հակաեկեղեցական կամպանիայի հիմքում մասով կան երկրորդական դերակատարություն ուներ։ Նա շեշտը դրել էր բարձրագույն հոգևորականության ներսում ճեղքեր առաջացնելու վրա եւ ռեպրեսիաների վրա։ Այդ երկու գործիքների միջոցով նա կարողացավ հասնել մի կետի, որի իր հակաեկեղեցական պայքարը տեղափոխվեց եկեղեցու պատերից ներս։ Հիմա արդեն ակնհայտ է, որ հոգևորականության շրջանում, բարձրագույն հոգևորականության շրջանում կան ճեղքեր եւ այսօրվա իրադարձությունները դրա մասին են։ Նախ օրվա առաջին կեսում իշխանամերձ մամուլում հայտնվեց տեղեկատվություն, որ թվով 13 արքեպիսկոպոսներ եւ եպիսկոպոսներ ընդունել են մի հայտարարություն, որտեղ ըստ էության պահանջվում է Արշակ Սրբազանի, ինչպես նաև վեհափառի հրաժարականը։ Այս մարդիկ, որոնք ըստ էության ուրացել են եկեղեցում, հիմք են ընդունել այն, որ Արշակ Սրբազանի վերաբերվող մի ինտիմ տեսագրության իսկությունը քննչական մարմինների կողմից ապացուցվել է, կա եզրակացություն եւ այդ հիմքով իրենց դիվային նախաձեռնությունը հրապարակել են։ Իհարկե տարակուսել է այն փաստը, որ թե Արշակ Սրբազանը, որին վերագրվում է տեսանյութը, թե նրա պաշտպանը Արսեն Բաբայանը, հարգարժան փաստաբան, ոչ փորձաքննության փաստից են տեղյակ, ոչ էլ առավել եւս դրա եզրակացությունից։ Թե ինչպես է այդ փորձաքննությունը հայտնվել կամ դրա եզրակացությունը հայտնվել խռովարար հոգևորականների ձեռքին, սա էլ մի հարց է մնում, գուցե նույնիսկ փորձաքննություն ու դրա եզրակացություն առհասարակ բնության մեջ չկա։ Իհարկե այս 13 բարձրաստիճան հոգևորականների հայտարարությունը ինքնին վիճահարույց է։ Բանն այն է, որ թեև խոսվում է 13 արքեպիսկոպոս եպիսկոպոսի հայտարարության մասին, շատ շուտով պարզվեց, որ այդ 13 անուններից միայն 9-ի դիմաց են դրված ստորագրություններ, իսկ քիչ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հապճեպ նրանց ընդունեց իր բուծած խռովարարներին, ներկաների թիվը 8-ն էր, այսինքն 9-ն էլ չէր նույնիսկ 8 ուրեմն արքեպիսկոպոս եւ եպիսկոպոս էին մասնակցում վարչապետի հետ այսպես կոչված խորհրդավոր հանդիպմանը։ Հիմա ինձ համար ակնհայտ է, որ խռովարար հոգևորականների հայտարարությունը կամ նրանց հրաժարականի պահանջը ինքնաբուխ ներեկեղեցական նախաձեռնություն չէ։ Ես սրանում ուղղակի համոզված եմ, այս նախաձեռնության հետևում կանգնած է իշխանությունը, այս հոգևորականների մի մասին ռեպրեսիաներով կամ կոմպրոմատներով են բերել այս նախաձեռնության տակ, մյուս մասին հավանաբար գայթակղել են, իդեպ ավելորդ չեմ համարում ասել, որ այս հոգևորականները, որ հանկարծ եկեղեցու հեղինակության եւ պատվի մասին սկսեցին մտահոգվել, այդ եկեղեցականներից առնվազն երկուսը հենց իրենք են կուսակրոնության ուխտը խախտել, եպիսկոպոսներից երկուսը, մեկը կոռուպցիոն սկանդալների մեջ թաթախված էր եւ դրանով է հայտնի, այսինքն սրանք
մարդիկ չեն, որ կարող են ընդհանրապես եկեղեցու բարեփոխման կորիս հանդիսանալ կամ բարեփոխման պլան ունենալ։ Սրանք Նիկոլ Փաշինյանի ներդրած հուդաներն են եկեղեցու պատերից ներս։ Սա ինձ համար ակնհայտ է, եւ թերևս հենց սրա մասին է խոսում այն փաստը, որ նախ առավոտյան հրապարակվում է հայտարարությունը, հետո Նիկոլ Փաշինյանի ճեպազրույց է տեղի ունենում, որտեղ իշխանամերձ լրատվամիջոցի ներկայացուցիչը այս թեմայով հարց է տալիս Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանը մի գովեստի խոսքեր է շռայլում այս ըստ էության իրենց ուխտը ուրացած հոգևորականների հասցեին, հետո անմիջապես ասում է, որ պատրաստ է նրանց ընդունել, մի քանի ժամ հետո էլ կառավարությունում տեղի է ունենում նուդաների հանդիպումը նրանց բուծած վարչապետի հետ, այսպեսի արագ զարգացում է տեղի ունեցել այսօր օրվա ընթացքում։ Հիմա ինչ էլ լինեն փաստերը, ակնհայտ է, որ վեհապարի շուրջ օղակը սեղմվում է եւ այլևս անբարենպաստ սցենարը հանգուցալուծվելու է շատ արագ, ինչքան էլ որոշ մարդիկ լավատես լինեն կամ վարդագույն աչքերով փորձեն իրականությունը շրջանցել, իրականությունը դա է։ Նիկոլ Փաշինյանը հասել է իր տակտիկական գլխավոր խնդրին, բարձրագույն հոգևորականության մեջ պարակտման ցեց է գցել, այլևս նա արտաքուստ հակամարտության ուղակի կողմ չէ, այլ իր չեկիստական մեթոդներով խրախուսում է ներեկեղեցական դիմակայության կողմերից մեկի։ Պարզ է, նրանք այդ 12-ը կլինեն, 8-ը կլինեն, 9-ը կլինեն, այդ խռովարար հոգևորականները Նիկոլ Փաշինյանի հակապետական, հակաեկեղեցական շահերի տրանսլյատորներն են եկեղեցու ներսում։ Բայց նույնիսկ սա արդեն էական չի, որովհետև կրկնում եմ, եկեղեցու ներսում կա խնդիր։ Մի կողմից կա հակապետական, հակաեկեղեցական կամպանիա սկսած վարչապետ, որը ամեն գնով փորձում է հասնել եկեղեցու ինստիտուցիոնալ ապամոնտաժմանը, մյուս կողմից կա շատ պասիվ վարքագիծ դրսևորող վեհապար իր շրջապատով, որի շուրջ օղակը սեղմվում է։ Սա է իրականությունը, եթե նույնիսկ դրանից փորձենք փախչել։ Եվ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը քաջալերում է պրոցեսների ինտենսիվ ընթացքի, սա ենթադրում է, որ շատ արագ ինչ-որ հանգուցալուծումներ են լինելու վեհապարի շուրջ, կամ վեհապարի նկատմամբ ռեպրեսիվ մեթոդ կկիրառվի, դրա նախադեպերը արդեն Փաշինյանը ստեղծել է, թող որևէ մեկը չասի, որ դա անհնար է, ամիսներ առաջ անհնար էր թվում նույնիսկ սրբազանների կալանավորումը, այսօր 3 սրբազան հայրեր գտնվում են անազատության մեջ, եւ ուրեմն կամ ռեպրեսիայի կդիմի Փաշինյանը, բայց չի բացառվում նաեւ, որ նա մաշեցման ուղղությամբ գնա, այսինքն փորձի այս պարակտման ցեցը խորացնել եկեղեցու ներսում, բախումներ հրահարել հոգևորականների միջև եւ այլն եւ այլն։ Ես չգիտեմ, թե Փաշինյանը որ մարտավարությունը կընտրի, առանձնապես անշնորհակալ գործել համարում եմ Փաշինյանի վարքագծի եւ մարտավարության ուրեմն քննությունը։ Ես գիտեմ, որ վեհապարը ինչ-որ հարցերում հապաղել է, ես շարունակ, արդեն 2 ամիս շարունակ խոսում եմ, որ եկեղեցին պիտի ուժեղացնի իր կոմունիկացիան հասարակության հետ, որ վեհապարը պարտավոր է անդադ լինել մարզերում, հավատավոր ժողովրդի հետ, պատարակներ մատուցել, այսինքն այն ինչ անում է Փաշինյանը, պիտի աներ վեհապարը։ Ցավոք սրտի վեհապարը արդյունավետ պաշտպանության միջոց չընտրեց, ինչի հետևանքով հասարակության լիակատար պասիվության պայմաններում անհավասար մրցակցություն են ընթանում մի կողմից հակապետական եւ հակաեկեղեցական զինանոցով ոչտված Փաշինյանի ու նրա եկեղեցական սատելիտներն են,
Մյուս կողմում վեհափառն է իր կողմնակիցների եւ հասարակության մի մասի հետ։ Հիմա էլ կարծում եմ, ինչքան էլ վիճակը ծանր է, դերևս կան ելքեր, եւ որպիսի Նիկոլ Փաշինյանի գեներացրած անբարենպաստ սցենարը կանխվի, ես անհրաժեշտ եմ համարում, որպիսի մեր վեհափառ հայրը դիմի ոչ ստանդարտ համարձակ քայլերի, ինքը նախաձեռնի ռեֆորմներ, որոնք մի կողմից կարող են խափանել, դերևս կարող են խափանել Փաշինյանի հակաեկեղեցական պլանները, մյուս կողմից իսկապես եկեղեցին կմաքրվի մի շարք արատներից, որոնք հաճախ գործիք են դառնում հակաեկեղեցական մոլուսկով տառապող արտաքին եւ ներքին շրջանակների ձեռքում։ Փաշինյանի կամպանիան դրա ցայտուն օրինակն է։ Գնդակը վեհափառի դաշտում է, արդյոք կխիզախի վեհափառը, ինչի շնորհիվ միայն կարող ենք մայրաթորն ու եկեղեցին իշխանության հակասահմանադրական ոտնձգություններից զերծ պահել, թե այնուամենայնիվ վեհափառը դարձյալ սպասողական մարտավարություն կորդեգրի։ Արդյոք կխիզախի վեհափառը, որպիսի եկեղեցու ինքնավարությունը պաշտպանի, եթե նույնիսկ այդ խիզախումի արդյունքը կարող է նաև իր ինքնազոհությունը դառնալ։ Ես չգիտեմ այս հարցերի պատասխանը, չունեմ այս հարցերի պատասխանը, որտեվ մի կողմից հակապետական իշխանության հետ գործ ունենք, մյուս կողմից մի շարք գործոններով կաշկանդված հոգևոր վերնախավի։ Ես ուզում եմ հավատամ, որ վեհափառը այս իմ հորդորը եւ այլ հորդորներ կլսի եւ կգնա խիզախ քայլերի եւ կգնա մեր ինքնության պաշտպանությանը։ Սա իրավունքի եւ ինքնության պայքար է։ Այսքանն էի ուզում ասել, չնայած այս մասին ես 2 ամիս շարունակ տարբեր եթերներում կրկնում եմ։